Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, վերջին ժամանակներս շատ ենք խոսում խաղաղությունից, անվտանգությունից, կրթությունից, տնտեսական զարգացումից եւ այլն, մեծ առումով պետության մասին, եւ դրան զուգահեռ գրեթե ամենօրյա ռեժիմով եւ ամենշաբաթյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներին առնչվող կոռուպցիայի եւ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատախազությունը անում հրապարակումներ։ Եվ վերջին նման հրապարակումներից էր նաև դաշնակցական եւ նախկին կրթության նախարար, որի մասին բազմիցս խոսվեց նաև այս քառօրյայի ընթացքում Լևոն Մկրտչյանը, եւ այդ հրապարակումներից հասկանում ես, որ ավելի քան 20 տարի այս մարդկանց կառավարման տարիներին Հայաստանի խաղաղությունը, անվտանգությունը, կրթությունն ու տնտեսությունը վերածվել էին նրանց սեփականության, տասնյակ անշարժ գույքերի, ֆինանսական միջոցների, տարբեր բիզնեսներում բաժնեմասերի տեսքով։ Եվ մեծ հաշվով Հայաստանը նրանց համար եղել է գրավադրված անշարժ գույք, կապիտալ կամ շրջանառու միջոց սեփական հարստությունը կուտակելու համար։ Եվ այսօր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի զեկույցը վերը նշվածի ապացույցն ու վառ վկայությունն է։ Հիմա երբ պետությունը դուրս է եկել նրանց հետքի վրա եւ ներկայացված են այդ ամենը վերադարձնելու վերաբերյալ տարբեր հարցեր, այս մարդիկ ընդդիմության անվան տակ հանդես են գալիս Հայաստանի եւ նրա իշխանության դեմ, ունենալով մեկ նպատակ՝ ամեն գնով պահպանել գողոնը։ Ինչու ամեն գնով, որովհետև վերջին տարիների նրանց վարքագիծը ուղղված է եղել Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Տասնյակ տարիներ նրանք մեզանից գողացել են մեր խաղաղությունը, անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը եւ հիմա էլ ցանկանում են գողանալ պետականությունն ու ինքնիշխանությունը։ Սիրելի հայրենակիցներ, որքան էլ այս շրջանակները հանուն իրենց ունեցվածքի պահպանման փորձում են զիջել մեր պետականությունը եւ դրա շնորհիվ գալ իշխանության, Հայաստանը դարձնելով էլի կոռուպցիայի բաց թանգարան, բաց երկնքի տակ, կոռուպցիայի թանգարան, միևնույն է, մենք ձեզ հետ միասին խափանելու ենք նրանց այդ դավադիր պլանները։ Հայաստանում կոռուպցիան պետք է արմատախիլ լինի։ Հայաստանի գոյության թերևս ամենամեծ սպառնալիքներից մեկը հենց կոռուպցիան է։ Այն պետք է արմատախիլ արվի մեզանում, բոլոր ժամանակների, բոլոր կոռումպացվածները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Իսկ Հայաստանից գողացվածն էլ պետք է վերադարձվի պետությանը, անկախ նրանից դա որևէ մեկի սրտով է, թե ոչ։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ուզում եմ ասել շնորհակալություն նման ծավալի աշխատանք կատարելու եւ նման բովանդակությամբ զեկույց ներկայացնելու համար։ Շնորհակալություն։